Քեզ դիր վիբրացիայի վրա տողիկ չընկնեմ։ Ինովա։ Իվան կարող է Ալվարդին գիշերը գնացել պաչել ես գործից վերածվել արքայադստեր։ Չէ։ Լավ, պարզա։ Ուրեմն Ալվարդը լողացել է։ Չէ, բայց ինչքան պետք է լողանար, որ Ջիրո էս Ալվարդը չի։ Բա ով է։ Ոնց ով է։ Քուրս է։ Վիկա ջան ծանոթացի, ամուսինս է, Իվանը, են էլ ամուսնու սրտի հիվանդությունների պատճառը։ Բարև ձեզ։ Ալվարդ, ես ինչի միջև հիմա քրոջդ հետ չես ծանոթացրել։ Որովհետև երկրում չէր, Վիկա շատ խելացի, միամիտ, խելոք երեխա է, ուշք ու միտքը սովորելն է։ Որտեղ ես սովորում, Վիկա ջան։ Դուբայի պոլիտեխնիկական համալսարանում։ Իվան, որ ես տարբերակը կար, ինչի գնացիր նախիրի մեջից Ալվարդի ճակատը պաչեցիր։ Կսպանեմ, Ժիրո։ Մադուկին մի ժամանակ ախպերներով, մեկը նորմալ մյուսը պակաս շարիկներով, տարիները արագ անցան երազի պես, նրանք որոշեցին բացել փոքրիկ բիզնես։ Մեծը համով օդով ճաշացան գայքում, մյուսը մեծ աղբոր լարվածներ վերնաուտում, սա ճակատագիր աղբորից չես բախչի, ամեն ինչ շատ պարզ ասա հաստատ սյուրպրիզ չի, եկեք գնանք ռեստորան, թող մարդիկ մեզ միանան, բոլորով նստենք մի մեծ սեղան, սպասում ենք, սիրով շիրով Իվան, եկեք գնանք ռեստորան, թող մարդիկ մեզ միանան, սպասում ենք սիրով շիրով Իվան, եկեք գնանք ռեստորան։ Բարոն ջան, գիտեմ, որ այսօր վարձիորն է, բայց այս ամիս գործերը հեչ լավ չգնաց ու այդքան գումար չհավաքվեց, որ վարձդ վճարում։ Իվան, դու մի 3 հատ տարբերակ ունես։ Կամ փողն ես տալի, կամ տունն ես տալի։ Բա երրորդ տարբերակը որն է։ Երրորդ տարբերակը քեզ հաստատ դուրս չի գա։ Դե նենց չի, որ այն երկու տարբերակի համար գժվում եմ։ Բարոն ջան, խոստանում եմ, ինձ մի քանի օր ժամանակ տուր, ես այդ գումարը կվճարեմ, խոստանում եմ։ Կյանքին հրաժեշտ տալուց մի րոպե առաջ շատ մարդիկ են ինձ այդ նախադասությունը ասել։ Ուր են եմի դրանք։ Բարոն ջան, ազնիվ խոսք, ես այդ գումարը կվճարեմ։ Չգիտեմ, ազնիվ խոսք, ընդամենը մի շաբաթ, ազնիվ խոսք։ Իվան, հա ասի ձեն չհանեմ, բայց տեսնում եմ, որ կոտրվում ես։ Ժամը քանիսն է, բարոն։ 16-ից սկսես է, Ժիրիկ։ Բան չի շուտ եկել։ Օրը վերջացել է, որ եկել ես։ Դու չգիտես օրը երբ է վերջանում։ Երբ որ արևը մայր է մտնում, լուսինը դուրս է գալիս։ Հենց որ երբ որ լուսինը դուրս կգա, դու կգաս։
Ուզում եք ես մի շաբաթ ժամանակ տա է, բրատան։ Այնած բրատվան ասում այսօր։ Այսօր տակ այսօր, ուշոտ գամ։ Ժիրո միջև օրվա վերջ ոնց եմ կետ գումարը տալու։ Մեր այդքան դուխով տղա էր, բարոնի դոշերից ավակ էիր։ Մի նեղվի լավ, ես մի հատ ակցիա եմ մտածել։ Հենց այդ ակցիան արեցինք, բարոնի փողերը հաստատ կտանք։ Պապա ջան, օրինակ ասենք ինչի սրա տեղը մի հատ ֆլոմաստեր չբերեցիր, կրիշկեն բացեինք, թող ցնդեր վերանար գնալ։ Ահն, կեր Վիկա ջան, կարոտած կլնես մեր Հայաստանի սարձելկաները։ Հետ գնալուց հետդ մի քանի տուփ կդնեմ կտանես։ Իդեպ եփ ես գնում։ Իսի չգիտեմ, կարող է չգնամ։ Համալսարանում թոշակս կտրել են, թոշակ տվողն էլ սնան կա ճանաչվել։ Վայ, ես ինչ վատ բան ասեցիր։ Բայց դու մի անհանգստացի, դու շատ խելացի աղջիկ ես։ Քեզ հաստատ մի բան կգտնես։ Կուզես քեզ ռեստորանում մատուցողի դասավորեմ աշխատես։ Ես ամբողջ կյանքս ամեն ինչ անում եմ, որ չաշխատեմ, դու ինձ ասում ես մատուցող։ Հա, բայց տեղին չկա։ Իվանենց ռեստորանում կաշխատես։ Համ էլ հաշվապահությունը ես եմ անում։ Խոսք եմ տալի, աշխատավարձը չեմ ուշացնի։ Մի րոպե, ամուսինդ ռեստորան ունի։ Հա, աղբոր հետ է բացել, ինչի։ Դե շուտ ասեիր, հա կաշխատեմ, ինչի՞ չէ։ Ահա, ինձ էլ օգուտ կտաս, կհետևես, որ Իվան այդ թիդրոցավի հետ իր չդավաճանի։ Անպայման դու զանգի, ես գնամ իմ սիրո մատուցողի շորի կհակնեմ, գնամ։ Դու մատուցողու շոր ունես։ Համալսարանի տարիներին պետք է եկել, էլ մատուցողի շոր, էլ բժշկուհու, էլ դասախոսի։ Խաղել։ Միրո, բերեցի։ Բայց կասես ինչ ես երկու հատ ուզել։ Մալին այս համար եմ ուզել։ Բա ինչ ես երկուսն էլ դու ուտում։ Մալին այդտեղը։ Միրո, ուրեմն հիմա մի ամսյա։ Այդ ինչ։ Ետնա որ մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը կանանց տոնն է։ Դա մա որոշի։ Կանայք։ Ուրեմն տես։ Տղամարդիկ հիմա լիքը փող է ծախսում ռեստորաններում։ Գնում ես բոլոր ռեստորաններով շրջում ես ու բոլորին բերում ես իմ ռեստորան, հասկացար։ Բայց ո՞նց։ Գնում ես, մարդկանց տեղեկացնում ես իմ ակցիայի մասին։ Դե գնացի։ Մի րոպե ուր ես գնում։ Տեղեկացնելու։ Բայց ինչ ես տեղեկացնելու։ Ուրեմն տես։ Ով 50,000 դրամից ավելի պատվեր է անում, հնարավորություն է ստանում իմ հետ չինգաչունգ խաղալու։ Հաղթեց, հաշիվը չի պակում։ Լավ է, չէ՞։ Միշտ սիրել եմ քո մտքերը, գիտես։ Ինստիտուտի տարիներին հիշում եմ քեզ Նապոլեոն էինք ասում։ Որովհետև Նապոլեոնի պես խելացի էի, չէ։ Չէ։ Միանգամից 7 հատ Նապոլեոն էիր ուտում։ Հա, գնա, լավ, գնա։ Այս որ խնդրեմ մի րոպե կպահես։ Հա, բայ։ Այս կողմ։ Բայց ո՞րն էր իմը։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, ուրեմն 15 տուփ կա, բայց վաղվա համար մեզ պետք է մոտավոր, հիմա ասեմ։ Ահա, 2 հատ էլ առաքեք։ Իվան, մենք մեծ խնդիր ունենք մեր ռեստորանում։ Գիտեմ, ես այդ խնդիրը 27 տարի ունեմ։ Չէ, խոսքը ժիրոյի մասին չի։ Ես հասկացել եմ, որ մեր ռեստորանը էկո-ֆրենդլի չի։ Մեր ռեստորանը չի էլ կարա էկո դրանից լինի։ Ինչի՞։ Որովհետև չգիտենք այդ ինչա։ Մեր ռեստորանը բացասական ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա։ Այս տեմպերով մենք կոչնչացնենք մեր մոլորակը։ Իսկ կլինի այդ մոլորակի ոչնչացման պրոցեսը արագացնես, գոնե այսօրվա վարձը չտամ։ Ես գիտեմ, պետք է կանխենք աղետը, տեսակավորելով աղբը։
Ապրես։ Դե հիմա գնա փրկիր մոլորակը, մենակ ինձ հանգիստ թող։ Շնորհակալ եմ։ Ոյ պապա ջան։ Չնայած պապա շկապի սրա։ Իվան։ Կարելի է։ Հա, կարելի է։ Չնայած հա Ալբերտն ասեց ուզում ես աշխատես ռեստորանում։ Սրահում կլինես, Էլենը քեզ ամեն ինչ կսովորեցնի։ Իրան 30 կիլո։ Կարամ մի բան խնդրեմ։ Կլինի ժիրոնին սովորեցնի։ Բայց սենց որ նայում եմ, դու ահագին բան ունես ժիրոյին սովորացնելու։ Ես ուղղակի տղաների հետ ավելի լավ եմ լեզու գտնում։ Լավ, գնա ժիրոն ամեն ինչ ցույց կտա քեզ։ Կարամ մի հատ անհամեստ հարց տամ։ Իհարկե։ Քո ու Ալվարդի մեջ ամեն ինչ լուրջ է։ Հա։ Լավ, ուրեմն թող ժիրոն սովորեցնի։ Այ պապա ջան, ախր չնայած պապան սրա հետ ինչ կապ ունի։ Հասկացա, աղբամաններին հատուկ անուններ ես դրել։ Ինչ հավես է, ես էլ իմ ծաղիկներին եմ անուններ դրել, օրինակ Վարդին Վարդան, Մեխակին Մեխակ, Մանուշակին Մանուշակ։ Չէ, Աշխեն, մամայիս անունով։ Լիլիա ջան, այս աղբի տեսակավորում է։ Ամեն մի աղբ պետք է նետել հատուկ աղբամանի մեջ։ Բա հիմա ես հին ծաղիկները որտեղ նետեմ։ Հին ծաղիկները օրգանիկի մեջ։ Իսկ եթե արհեստական են։ Արհեստականը պլաստիկի մեջ։ Իսկ եթե թերթիկները թղթից են։ Այդ դեպքում թուղթը պետք է առանձնացնես ու նետես թղթի աղբամանի մեջ։ Լավ, այդ դեպքում կծախեմ կգնեմ։ Լիլիա ջան, տեսակավորումը օգնում է վերամշակման գործընթացին։ Մեր մոլորակը այդ դեպքում ավելի մաքուր է դառնում։ Մենք պետք է շատ հոգատար ու սրտացավ լինենք մեր բնության նկատմամբ։ Քորես չես տեսնում, որ գրված է թուղթ, իսկ այստեղ գրված է օրգանիկ, այնպես որ վերցրու այդ աղբը ու նետիր ճիշտ տեղը։ Շատ շնորհակալ եմ հոգատարության համար։ Ասա բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Լավ, լավ։ Ասա, ինչ կցանկանաք։ Ինչ կցանկանաք։ Բնական հյութ ունեք։ Ասա այո։ Ինչ հյութ։ Այո, ինչ հյութ։ Ցիտրուսային միքս։ Ջեմիջը արևադարձային կոկտեյլ։ Ջեմիջը արևադարձային։ Ամեն ինչ որ էստեղ եմ պետք է լսի։ Կներես, ես քո թեման չի։ Ասա իհարկե ունենք։ Իհարկե ունենք։ Դե մեզ 2 հատ դրանից։ Ասա իսկ տեղյակ եք, որ մեր ռեստորանում գործում է ակցիա, որ եթե դուք 50,000 դրամից ավելի պատվեր գրանցեք, ինձ հետ կխաղաք չինգաչունգ, եթե հաղթեք հաշիվը չեք փակի։ Իսկ տեղյակ եք, որ մեր ռեստորանում ոնց էր։ Ցուցափայտե եկավ։ Գիտենք, հենց դրա համար էլ եկել ենք։ Ապրեք։ Ժիրոն, բայց դու ինչ վերջն ես, համ լավ տնորեն, համ մատուցող։ Բա։ Ամբողջ ռեստորանի հոգսը իմ ուսերին է։ Շատ ուժեղ ուսերն ես, Ժիրոն։ Լավ, չենք շեղվում։ Անցի գործի։ Յա։ Իմ աշխատողն է։ Չենք շեղվում։ Ասեմ չենք շեղվում։
Հոп, այդ քոնը չի, այդ հաճախորդինն է։ Կները ժիրո, քեզնով էի տարված, հեսա նորը կպատրաստեմ։ Պետք չի, հա։ Դու որ պատրաստում ես գործը կանգնում է։ Թող պրոֆեսիոնալները սարքեն պրոֆեսիոնալ սարքով։ Գցեցիր։ Ինչ։ Ասում եմ, այդ կծած խնձորը սխալ աղբամանի մեջ ես նետել։ Հանիր ու փոխիր։ Լավ մտածի, Միրո։ Խնձորը օրգանիկ աղբա։ Կներես Միրոն սխալվեց։ Էլ ինչ անեսի նոր խաղ, հա։ Միրո, էս խաղ չի։ Մեր մոլորակը վտանգված է։ Ոնց։ Մոլորակը։ Մալինա, մեր վրա մոլորակայինները հարձակվում են թրանք։ Միրո, այդ մենք ենք վտանգում մեր մոլորակը։ Մալինա, մենք մեր վրա ենք հարձակվում թրանք։ Միրո, մի հատ ինձ լսի։ Միրո, եթե ուզում ես փրկես աշխարհը, ապա կանգնիր աղբամանների կողքը եւ ուղղորդիր մարդկանց, որպեսզի ճիշտ տեսակավորեն աղբը։ Ես քեզ ամեն բան կսովորացնեմ աղբի մասին։ Աղբաբանականն ես ավարտել։ Վիկա, ինչ ես անում ստեղ։ Եկել եմ տեսնեմ ոնց ես աշխատում։ Հա։ Շատ լավ։ Տեսնում ես մենակ քանի տուփ սարդելկա եմ տանում։ Շատ աշխատասեր տղա ես, քեզ մի քիչ հանգիստ է պետք։ Հա, ճիշտ ես ասում։ Ես որոշել եմ այս տարի գնամ Եգիպտոս, պարկեմ Տապչանին, կրեմը քսեմ վրես ու պարկեմ այսպես արևի տակ։ Շատ լավ բան ես որոշել։ Կարող եմ միասին գնանք։ Ես գիտեմ դու ինչ ես անում։ Ինչ։ Այ դու չարաճճի։ Ես գիտեմ դու ուզում ես իմ հետ գաս Եգիպտոս, իմ հետ պարկես իմ նույն Տապչանին ու իմ կրեմից օգտվես, ճիշտ է։ Չէ, Ժիրո, դու լրիվ ուրիշ բան ես հասկացես, լրիվ ուրիշ բան եմ ուզում քեզանից։ Ինչ։ Գուշակի։ Լավ Սեբաստյանին կասեմ մի երկու հատ սարդելկա էլ քեզ կտա։ Չէ, Ժիրո, դու ինձ ոնց որ ընդհանրապես չես հասկանում։ Մարդավարի բան ասում ես, որ հասկանամ։ Լավ, մի քիչ հետո կգաս կաբինետ, ես քեզ շատ պարզ կբացատրեմ։ Ես աղջկա աչքի հետ խնդիր կա։ Միրոն կապացուցի, որ քաղաքի ամենաարագ առաքիչն է։ Միրո։ Ամեն ինչ նորմալ, հա։ Միրոյի ծառայության ընթացքում ոչ մի արտակարգ դեպք տեղի չի ունեցել։ Բոլորին ուղղորդել են, որպեսզի աղբը տեսակավորեն եւ ճիշտ տեղում թափեն։ Զեկուցող Միրո։ Բայց ինչի է նետած օրգանիկի մեջ։ Նասկի է։ Նասկին մարդիկ հագնում են ոդկին։ Ոդկը մարդու օրգան է։ Բնականաբար օրգան օրգանիկ։ Բայց տոպրակը ինչի է օրգանիկի մեջ նետած։ Այդ տոպրակի մեջ խաշապուր փշուրներ են։ Բա որտեղ լինեին։ Բայց գծած պամիդորը ինչի է պլաստիկի մեջ նետած։ Այսօրվա պամիդորներից պլաստմասի համ է գալի։ Չէ, սենց չի լինի։ Մարդիկ ընդհանրապես բնության մասին չեն մտածում։ Միրո, ինձ ռուպրա պետք։ Ես հայտարարություն ունեմ անելու։ Ռուպր ինչ է։ Բարձրախոս։ Միկրոֆոն, դինամիկ։ Բարձրախոս։ Բարձրախոս։ Ժիր,
Կյանքում չէի մտածի, որ ես բառերը քեզ կասեմ, բայց քեզ մալաթեց։ Այս շարժին, որ նայում եմ, մենք հաստատ բարոնի փողերը կարողանալու ենք տալ։ Իվան լավ էլի, աղբորդ մի աչքով ես նայում։ Արա 1000 ասել եմ, կամ ակնոց դիր, կամ գնային մյուս աչքդ էլ բուժի։ Լսի, տենց էլ չասեցիր, ինչ հաստեղ կատարվում։ Ակցիա է։ Ինչ ակցիա։ Յա, հեռախոս ես առել ընկերուհուդ, ուրեմն շատ ես սիրում, որ սես թանկանոց հեռախոս ես նվիրել։ Իրականում մի ամսյակի ակցիայով եմ արել։ Ընդեղ էլա չինգաչունգով։ Չէ, 0% տոկոսադրույք, 0% կանխավճար և 0% սպասարկման վճար։ Իմիջայլոց ձեր հաշիվը կազմում է 66,000 դրամ։ Դա նշանակում է, որ կարող եք մասնակցել իմ չինգաչունգ ակցիային։ Խաղում եք։ Խաղանք։ Ինչ եմ անում։ Հաղթեցիք։ Դա նշանակում է, որ հաշիվ չեք փակում։ Վերջ, ինչ եք նստեք, գնացեք, վերջ։ Ինչի է դատարկ, Ժիրո։ Իվան, ես քեզ հարցնում եմ, քո գլուխն ինչի է դատարկ։ Ներվերս մի կեր, ասա տենամ ինչ է կատարվում ստեղ։ Իվան, ակցիա է, ով ինձ չինգաչունգով հաղթում է, հաշիվ չի փակում։ Վատ բան։ Սկսպան։ Պապա ջան, ինչի սրա տեղը դու սող չէիր բերում, կտրտեինք, լացեինք, գոնեք իմանայինք ինչի համար ենք լացում։ Մեր հաշիվը կբերեք։ Հիմա։ Սիրելի բնակիչներ, հուսամ ամեն ինչ պարզ է։ Այո։ Պլաստիկը նետում ենք պլաստիկ աղբամանի մեջ։ Այո։ Թուղթը թղթի։ Այո։ Օրգանիկը օրգանիկի։ Այո։ Հասկանալի է։ Այո։ Էլի կխառնեք։ Այո։ Ոչ, չպետք է խառնեք։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի հեշտացնենք աղբահանության աշխատողների աշխատանքը։ Մենք ինքներս պետք է տեսակավորենք մեր աղբը, որպեսզի այդ մարդիկ ստիպված չմտնեն մեր աղբամանները և հատիկ-հատիկ չվերամշակեն պլաստիկը, օրգանիկը և թուղթը։ Կներեք, բայց դուք նկատեցիք, որ մենք տեսակավորել էինք աղբը։ Նկատել եմ, ոչ չեմ նկատել։ Ես ինչ եք արել մի գործը։ Եկ եք սարքել։ Այո։ Մասնակցում եք մեր ակցիային։ Մասնակցում ենք։ Խաղում ենք չինգաչունգ։ Խաղում ենք։ Դա ձեր վերջնական պատասխանն է։ Վերջնական։ Գնացինք։ Մակրոտ չոնես։ Ոայ։ Հաղթեցիք։ Շնորհավորում եմ, դուք հաշիվը չեք փակում։ Լավ, հիմա խաղում ենք 3-ից։ Եթե հաղթեցիք, ստանում եք մեր կողմից հյուրասիրություն, պաղպաղակ։ Համաձայն եք։ Համաձայն ենք։ Մասնակցում եք մեր ակցիային։ Մասնակցում ենք։ Դա ձեր վերջնական պատասխանն է։ Վերջնական։ Գնացինք։ Մակրոտ չոնես խնդրում։ Ոյ, մեկ սրը։ Թուղթ կանես։ Երկու սրը։ Դու 3 սրը։ Շնորհավորում եմ, ստանում եք պաղպաղակ։ Թուղթը գիտես որն է։ Ինչ արիր։ Կացրեմ։ Շնորհակալություն, հաջող։ Հաջողություն, անուշուտ եք։ Ոչ ոք հաշիվ չփակեց։ Բարոնի փողը ո՞նց ենք տալու, հա։ Լավ, կասես մի ուր շաբաթ կտանք։ Մի խոսում։ Չեմ ուզում քեզ տեսնեմ։ Մկրատամոլ։ Ժիրո, կարող է իմանաս Իվանը ուր է, առավոտից զանգում եմ չի պատասխանում։ Իվանի հետ գործ չունես, ջղայնացած է։
Ինչի է ջղայնացած։ Բա առավոտից զանգում ես, չջղայնանա ինչ անի։ Մի հատ էս ամեն ինչը թարմացրու ինձ բեր։ 4 տուփել վաղվա համար է կարող ու Ես քեզ կզանգեմ։ Էս ինչ աստեղ կատարում։ Ոչինչ մի խոսա, մոտարի։ Վիկա։ Իվան, ես Ժիրոյին էի սպասում։ Չհասկացա։ Էս ինչ աստ է կատարվում։ Ես էլ հենց նոր եկա, Ալվար ջան։ Ես ամեն ինչ կբացատրեմ։ Ինձ ոչ մի բան պետք չի բացատրել։ Ես ամեն ինչ հասկանում եմ։ Չես ամաչում ես խելոք միամիտ երեխու ուղեղն ես կերե դու։ Ինչ ես խոսում, Ալվարդ։ Ոչ մի բան չեմ ուզում լսեմ։ Ես քեզ խնդրեցի իրան օգնես։ Էսա քո օգնությունը։ Վիկտորիա, անցի, դու գնում ես մամայիդ տուն։ Իսկ այդ ես տանը կխոսամ, դավաճան։ Պապա ջան, դու Ալվարդի հետ էլ կապ չունես, չէ։ Սպասում ենք, սիրով շիրով Իվան։ Բարոն ջան, խնդրում եմ էլի, 2 օր էլ ժամանակ դու խոստանում եմ փողը կլինի։ Բարոնը տես չեն խոսում։ Խոսք է գասը, օր է գասը։ Ուրեմն պետք է այսօր բարոնը մի բան ունենա։ Կամ փողը կամ տունը։ Բարոն ջան, խնդրում եմ, բա որ տունը տան քեզ մենք ապրելու տեղ չունենք։ Գոնե 2 օր։ Ինչ ես գլուխդ կախել։ Ժիրոն որ մի բան ասում է, իր ասածի տերն է։ Էս մի ամսվա վարձն է։ 30 կամ 31 օր ես քեզ չտենամ։ Նայած այդ ամիսը քանի օր ունի։ Вот это понятие. Բայց դա մույս անգամ լսում եմ տես խոսածը Ժիրիկ։ Ախպերդ 40 թրաշոպ այլ։ Արզակ ես։ Ահա։ Լնա կպահեմ։ Ժիրո։ Բայց փողը քեզ որտեղից։ Իվան էլի մի աչքով ես դու ինձ նայում։ Գնա էլի, գնա այդ աչքդ բուժի, ես ծանոթ աչքաբուժ ունեմ։ Էսա եկա։ Այ Մալինա։ Ապրես Միրո ջան, ապրես։ Դու իսկական ընկեր ես։ Բայց ճիշտ արեցինք, որ Մալենային ծախեցինք։ Վայ, Միրո։ Ընդհանուր գործի համար էր։ Փրկեցիր, ապրես։ Կտեսնես, մենք ամեն ինչ կանենք ու Մալենային կվերադարձնենք։ Կամ Մալենայի փոխարեն հեծանիվ կառնենք։ Լավ, սամակատ կառնենք։ Լավ, ռոլիկ կառնենք։ Դե, Մալենային եմ ուզում։ Լավ, լացի, հանգստացի, լացի։